Արագարձագանք, տեխնիկական հագեցվածություն, մասնագիտական պատրաստվածություն, մարզային այցելությունների շրջանակում ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուշադրության կենտրոնում հրշեջ փրկարարական ջոկատների արձագանքման կարողություններն ու ծառայության կազմակերպման արդյունավետությունն է։ Փետրվարի 24-ին Արամ Ղազարյանն այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներ, ծանոթացել ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին ծառայության կազմակերպման ընթացքին։ Ծառայության տնօրենին են ներկայացվել ահազանգերի արձագանքման ժամանակագրությունը, դեպքերին արձագանքելու մարտավարությունն ու դեպ պատահարների ժամանակ օգտագործվող տեխնիկան, հատուկ եւ օժանդակ կույք սարքավորումները։ Փրկարար ծառայության տնօրենը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Նա հանձնարարել է փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին համահունչ առավել բարձր պատասխանատվությամբ շարունակել ծառայության առջև դրված խնդիրների իրականացումը։ Փրկարար ծառայության տնօրենը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաեւ փետրվարի 25-ին Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, խոսելով ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման մասին, նա ընդգծել է տարբեր ձևաչափերով վերապատրաստումների անհրաժեշտությունը։ Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել բաժինների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։ Արամ Ղազարյանն այցելել է նաեւ մարզի հրշեջ փրկարարական ջոկատներ, ծանոթացել շենքային պայմաններին, օպերատիվ արձագանքման կազմակերպվածությանն ու մարտավարությանը։ Անդրադառնալով տեխնիկական միջոցների արդիականացմանն ու վերազինմանը, փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ ներքին գործերի նախարարության կողմից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին հատկացված հրշեջ փրկարարական եւ կենցաղային կանչեր սպասարկելու համար նախատեսված 4 տրանսպորտային միջոցները կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Աշխատանքային այցի ընթացքում փրկարար ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջանի եւ Աշտարակի բնակիչ 2 երիտասարդ, երկուսն էլ 23 տարեկան, ձեռք են բերում խոշոր չափի թմրամիջոցներ եւ մանր չափաբաժիններով տեղադրելու միջոցով իրացնում։ Ստուգումներից հետո քրեական ոստիկանները փետրվարի 8-ի երեկոյան մայրաքաղաքի Արարատյան եւ Շիրակի փողոցներում կանգնեցրել են նրանց վարած Opel Zafira մակնիշի մեքենան, սակայն երիտասարդները դիմել են փախուստի, հետապնդման ընթացքում թողնելով մեքենան։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Փետրվարի 23-ին Opel Zafira մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 100 գրամից ավելի մեթամֆետամին եւ մարիխուանայով 28 փաթեթ, ընդհանուր 52 գրամ քաշով։ Փետրվարի 26-ին դիլիջանցին ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ին ժամը 12:20-ին Շիրազի փողոցում ձերբակալվեցին եւ վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Չեխովի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ու նրա 23-ամյա կինը։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ, մարիխուանայի նմանվող զանգվածներով, նույն պարունակությամբ 10 փաթեթ էլ հայտնաբերվեց կնոջ խուզարկությամբ։ Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը մոտ 40 գրամ էր։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծննությամբ տարբեր վայրերում հայտնաբերվեց արդեն տեղադրված եւս 5 փաթեթ։ Ամուսինների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին գիշերվա ժամը 2-ին թմրամիջոց ապօրինից ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալեցին եւ վարչություն տեղափոխեցին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 30 եւ 28 տարեկան երկու տղամարդու։ 28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագարձագանք։
Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրի պարտականությունն է։ Արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։ Կառավարությունն իրազեկում է Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։